Սիրելի հայրենակիցներ, հիմա մեր աչքի առաջ քաղաքացիների խաղաղ հնազանդության ակցիան փորձում է ճնշվել ոստիկանության կողմից։ Խնդրեմ, այս մեքենան քաղաքացիները բերել կանգնեցրել են անհնազանդության ակցիան են իրենց իրականացնում, խնդրեմ, մարդիկ դուրս են հանում մեքենան։ Սիրելի քաղաքացիներ, եթե մենք բոլորս համախմբվենք եւ բոլոր փողոցները փակենք, նրանք ոչ մի հաջողության չեն կարող հասնել, ինչքան էլ ջրի ավտոները ուզենան տանել։ Եկեք կանգնեք ձեր սահմանադրական իրավունքի, ձեր քվեարկության տեր։ Հակառակ դեպքում մեր երկիրը սրանք դժոխքի են վերածելու։ Այսօր ոչ մի բան չենք կարող անել, չենք հասցնում մեկը մյուսի հետևից հետևել, թե սրանք ինչ են անում։ Մեկը չվերջացրած մյուսն են սկսվում։ Կատարյալ խայտարակություն է սա։ Քաշեք ձեր մեքենաները, փակեք լրիվ ամբողջ հրապարակը։ Ի անհնազանդություն։ Եթե իհարկե ձեր քաղաքական դիրքորոշումը համընկնում է մեր դիրքորոշման հետ։ Ոչ ոք չի ստիպում, բայց եթե դուք մտածում եք նույնը ինչ որ մենք, մեծամասնությունս, որն ընտրել ենք մեր քաղաքապետին, ուրեմն պիտի մենք մեր քվեին պաշտպան կանգնենք եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնենք։ Այս ինչ խայտարակություն է։ Սահմանադրություն պղծողները տիրել են երկրին եւ այն մարդիկ, որոնք կոչված են սահմանադրությունը պաշտպանելու հանձինս այս անձնավորությունների, հիմա սահմանադրություն են խախտում, դուրս են եկել ընդրված քաղաքապետին ձերբակալելու։ Այսինքն ով էլ որ ընդրվեր, իրենց սրտով չլիներ, ձերբակալելու են։ Ու այստեղ ընդհանրապես անձը կարևոր չի։ Չէր լինի Վարդան Ղուկասյանը, կլիներ Մարգին Գրիգորյանը, կլիներ մեկ ուրիշը, ու միանշանակ իրենք ձերբակալելու են։ Սա ոտնձգություն է մեր ընտրելու իրավունքի հանդեպ։ Այսինքն մենք չունենք մեր երկրում ընտրելու իրավունք։ Մենք ընտրում ենք, իրենք մեր ընտրածին ձերբակալում են։ Հետո ուրիշին կընտրենք, ուրիշ մեկը ձերբակալել, մինչև իրենց խամաճիկներից մեկը ընտրել։ Մեքենաները փորձում են հանել, բայց հուսամ չի հաջողվի եւ ժողովուրդը թույլ չի տա։ Այսօր, ինչպես նաև այս վերջի ժամանակներում, որոշվում է մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր ապագա սերունդների ճակատագիրը։ Թողեք ամեն բան, եկեք ձեր երկիրը պաշտպանելու թուրքական զավթած իշխանությունից, Թուրքիայի կողմից զավթված իշխանությունից։ Այսօր մեր երկրում գործում է թուրքական իշխանությունը, որն մեզ պարզապես հալածում է։ Ինչ որ քաղաքական պատրվակներով, ինչ որ շինծու գործերով բացահայտ հալածում է հայ ժողովրդին, բացահայտ տաբալում է սահմանադրական կարգը ու բացահայտ վերացված է իսպառ մեր հանրապետության ինքնիշխանությունը։ Եկեք տեղ կանգնեք ձեր
ապագային ընդամենը հակառակ դեպքում վաղը ինչպես որ հիմա Ուկրաինայում է մարդկանց բռնում օրենքի շրջանակում տանում են ցեղասպանում են իբր պատերազմ է ամբողջ ազգին տարան 1,700,000 մարդու ըստ որոշ տվյալների արդեն տարեսպանել են իբր պատերազմ են տանում նույնը այստեղ է լինելու վաղը սրանք եթե այսօր քաղաքապետին հանին վաղը այստեղ մեծ ցույց են անելու ռազմաբազան հանելու են որովհետև ռազմաբազայի պայմանագրի մեջ գրված է որ միայն կարող է դուրս գալ եթե տեղի բնակչությունը բողոքի սրանք քաղաքապետին ուզում են հանել որովհետև այստեղ ունենան մի քաղաքապետ որի օրոք կկարողանան հաջողել այս դավադիչ ծրագիրը եւ ռազմաբազան դուրս հանել որից հետո Թուրքիայի ողորմությանն ենք հանձնվելու ամբողջ հայ ազգը այստեղ թուրքերն են մտնելու ներքևից ադրբեջանցիներն են մտնելու եւ դառնալու ենք ստրուկ ողորմելի ցեղասպանվող ու այս անգամ արդեն մազապուրձե չենք լինելու հավաքվեք պայքարեք մենք արդեն փորձ ունենք խաղաղ հեղաշրջում հեղափոխություն անելու հանձինս այսօրվա վարչապետի օրինակի իրենից ահագին բան սովորել ենք եւ ոչ մի դժվարություն չկա այս հարցը լուծելու մեջ պարզապես պետք է որ յուրաքանչյուրը գաք ու այստեղ լինեք գաք փակեք փողոցները ձեր մեքենաները պատահաբար փճանան փողոցներում ինչպես ասում էր ինքը իր խոսքերն են կրկնում որովհետեւ հետո չասի հանցագործություն եք անում ձեր մեքենաները պարզապես կարող է վտարի ենթարկվեն եւ ապականչվի ձեր մեքենաները լրիվ պատահական կփճանան կկանգնեք ու ամբողջ երկիրը կապկածահար կլինի սա է իշխանության գալու ձևը նույն ձևով է պիտի մենք իրեն հանենք փուշը փշով են հանում ուրիշ տարբերակ չկա հույսներդ կդրեք որ ընդրությամբ կարող ինչ-որ բան փոխել եթե սա հիմա այսպես նսեմացնում է մեզ բռնում է մեր բոլոր առաջնորդներին վաղը մյուս օր ընդդենք մենք ընդրություն արեցինք եւ ուրիշին ընդրինք իշխանությունն էլ ոստիկանությունն էլ դատական մարմինն էլ օրենսդիր մարմինն էլ իր ձեռքում է ինքը ինչ բարոյականությունից ելնելով ձեր կարծիքով լքելու է ասելու է թե լավ որ ինձ չեք ուզում գնացի իհարկե ոչ ինքը ամբողջ լեզակներն օգտագործել է մնալու իշխանության ու ոչ ոք չի կարողանալու իրեն իշխանությունից հանել որովհետև բոլոր գլխավոր ընդդիմադիրները բոլոր առաջնորդները ձերբակալված են լինելու քանի բոլորը չեն ձերբակալվել դուրս եկեք եւ ձեր անհնազանդությունը խաղաղ հազար անգամ կրկնում եմ խաղաղ անհնազանդություն ակցիաներով այս դավադիր իշխանությունը պարզապես հեռացնենք այդքան բան պետք է պարզապես բացառել ցանկացած բռնություն եւ խաղաղ օրենքի շրջանակներում անհնազանդության ակցիաներով ցույց տանք ժողովրդի կամքը ընդամենը ուրիշ բան մեզնից չի անցնում այսքանը Աստված մեզ պահաբան եկեք տարածեք թող բոլորը կան պաշտպանեն իրենց հայրենիքը իրենց եկեղեցին այսօր այս իշխանությունը սատանայից են իրոք սատանայից են որովհետև պայքարում են Աստծո դեմ եկեղեցու դեմ ուրիշ ակնհայտ երևում է իրենց քաղաքական ուղղվածությունը եթե այսօր սրանց չենք անում ուրեմն մենք էլ ենք համախոհ եւ աստվածամարդների Աստծո դեմ պայքարողների համախոհ ենք եթե մենք լռենք եթե մենք անտարբեր լինենք Դանտե Ալիգերին ասում է դժոխքի ամենախոր խորխորատները պահվում են այն մարդկանց համար ովքեր
մարդկության ճակատագրի համար վճռորոշ ժամանակ ցուցաբերել են անտարբերություն։ Այո, սա շատ ճիշտ խոսքեր են։ Աստված մեզ հետ։